Բարև սիրելի հետևորդներ, այսօր որոշել եմ պատրաստել մսի շուջուխ, շուջուխի միսը գնել եմ ի տարբերություն բաստուրմայի մսի, այս միսը պետք է լինի յուղոտ, որպեսզի համեղ ստացվի եւ ջրեր էլ որպեսզի լինեն ոչինչ, աղում եմ մսաղացով ընդամենը մեկ անգամ, աղացի սետկան պետք է լինի մեծ, որպեսզի մեր աղացած կտորները լինեն այսպես, նայեք, համասեր չլինի եւ աղալուց հետո համեմում եմ, 2-3 օր խառնում ենք, այնուհետև լցնում ենք աղիքի մեջ և կախում ենք չորանալու։ Հետևեք իմ էջին, որպեսզի միասին պատրաստենք այսպիսի համեղ հետաքրքիր բաղադրատոմսեր, չմոռանաք բաժանորդագրվել և սրտիկել։ Ունեմ 1,5 կիլոգրամ միս, ավելացնում եմ 1,5 ճաշի գտալ շաքարավազ, 1,5 ճաշի գտալ սև պղպեղ, 1,5 ճաշի գտալ կարմիր պղպեղ և 1,5 ճաշի գտալից մի քիչ շատ աղ, սովորական աղ։ Համեմունքը խառնում ենք, այսպես, ավելացնում եմ նաև 150 մլ կարմիր գինի։ Արդեն 4-րդ օրն է, մեր ֆարշը պատրաստ է, սպրիչի օգնությամբ լցնում եմ աղիքի մեջ, բայց այս անգամ ինձ օգնության է հասնում մեր Վիկա Հարսիկը, ասեղի օգնությամբ ծակծկելով աղիքը, որպեսզի օդ չմնա և չպատրվի։ Միասին լցրեցինք մեր շուջուխը, կապել ենք և դասավորել եմ խոհանոցային անձեռնոցիկի վրա, որպեսզի իրեն առնաջուրը դուրս տա։ Մեկ ամբողջ օր մնում է այդտեղ, այնուհետև կախում եմ պարանին, որպեսզի չորանա, հետո սկսում եմ գռտնակի օգնությամբ տափակացնել և ձև տալ։ Բարի ախորժակ։